Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք ծնացեք։ Ձեր բախտը հիմա չեք կրնար հասկանալ, հետո պիտի հասկանաք։ Ձեզ մեջ շատեր պիտի այցելեն ամբողջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի հասկանան, որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղ չկա, քան հայրենիքը։ Վիլյամ Սարոյան Երկար տարիներ ես երբ որ երազ էի տեսնում ու երազից մեջ տուն էի գնում, ես գալիս էի մեր Հայաստանի հին տունը։ Չէի հասկանում ինչու, որովհետև այդքան տարբեր տներում եմ ապրել, տուն ունենք Պրագայում, տուն ունենք Լոնդոնում։ Ինչու չէի գնում մեր Պրագայի տուն կամ մեր Լոնդոնի տուն։ Եվ Հայաստան գալու ժամանակ կամ գալուց հետո ես հասկացա, դա միգուցե նրանից է, որ ոգով եմ ես ինձ այստեղ տանը զգում։ 3-4 ամիս անցել էր ես Հայաստանում էի ապրում եւ մտածում էի ոնց կարող եմ ես Հայաստանում լինեմ ու Հայաստանին կարոտեմ։ Երբ որ ես Երևանից դուրս եմ գալիս, գնում եմ Դիլիջան կամ Գյումրի կամ ուրիշ մի տեղ, ինձ թվում է որ նոր Հայաստան եմ եկել։ Հայրիկիս գործի պատճառով մեկնեցինք Պրագա 3 ամսով եւ պետք է վերադառնայինք Հայաստան, սակայն 3 ամիս հետաձգվեցի եւ դարձան 6 ամիս, հետո 9 ամիս, հետո հիշում եմ 3 տարին եւ 5 տարին։ Փուլերով եմ այդ ամենը հիշում։ Լեզուն չէինք հասկանում եւ իհարկե շատ տարբեր մշակույթեր, շատ տարբեր մթնոլորտեր ինձ համար։ Առաջին անգամ էր, որ Հայաստանից դուրս էի ապրում եւ ոչ հայերի մեջ։ Շատ էինք Հայաստանը կարոտում, բայց գիտեք շատ շուտ փոխվեց դա եւ մենք ես եւ քույրս դարձանք չեխ թինեյջերներ։ Արդեն չեխական հիստորիան էինք սովորում պատմությունը, չեխերի պես էինք մտածում, ինչքանով որ մենք տանը խոսում էինք նաեւ հայերեն եւ չեխերեն, մեր ընտանիքը արդեն դարձավ ավելի չեխական։ Ես կարծում եմ Եվրոպայում եմ մեծանում, եվրոպացի եմ, բավականին զարգացած քաղաքում եմ ապրում, բավականին տեսած եմ, սակայն երբ որ ես մեկնեցի Լոնդոն, մի ամբողջովին ուրիշ մոլորակում հայտնվեցի եւ միանգամից հասկացա, որ իմ ապագան կապված է լինելու Մեծ Բրիտանիայի հետ, անգլերենի հետ, եւ ես որոշեցի, որ վերադառնալու եմ այնտեղ եւ աշխատելու եմ պետության համար։ Առաջին աշխատանքս եղավ ամերիկյան դեսպանատանը, Մեծ Բրիտանիայի։ Ես որոշեցի, որ իմ մասնագիտությունը, որը որ բիզնեսն էր, փոխեմ երաժշտական ասպարեզի մեջ եւ որոշեցի Լոնդոնում սովորել իմ երկրորդ համալսարանը, մանեջմենտ եւ մարքեթինգ, որը կոնկրետացված էր հենց երաժշտական ասպարեզում։ 2008 թվականին Համալսարանն ավարտելուց հետո ես հիմնադրեցի Music of Armenia կազմակերպությունը, որը աշխարհով մեկ պահպանում է, վերհիշեցնում է, տարածում է հայ երաժշտությունը եւ գովերգում է հայ երաժշտի տաղանդը։ Music of Armenia-ն հիմնադրելուց հետո, երբ որ ինձ մարդիկ ասում էին, չես կարոտում Հայաստանը, ասում էի ոչ, որովհետեւ արդեն Հայաստանը իմ հետ է։ Քանի որ ես անընդհատ շփվում էի հայերի հետ, անընդհատ աշխատում էի հայ երաժիշտների հետ եւ եթե անգամ ոչ խոսում էի հայ երաժշտության մասին։
4 թե 5 թվականն էր, ես մասնակցեցի Միդեմին եւ այնտեղ էին բոլոր այն երաժիշտները, ում մենք 7 տարի շարունակ ում հետ աշխատել ենք, ում գովերքել ենք։ Ոնց որ ամբողջովին մեր կայքը Music of Armenia.com-ը հավաքվել էր Կանում, այո, Միդեմին մասնակցելու։ Փառատոնը շատ լավ անցավ, ես շատ ուրախ էի բոլորին տեսնել նույն տեղը։ Երբ որ հայերը վերադարձան Հայաստան, ես մի խորը դատարկություն զգացի։ Եվ որոշեցի, որ պետք է գամ Հայաստան։ Չես մինչև ձեր գալը գործ ենք։ Նոր ջան, մի վարքան։ Մենք կազմակերպել ենք բավականին քանակի համերգներ Լոնդոնում նվիրված Կոմիտասի 145-ամյակին, ցեղասպանության 2010 թվականին ցեղասպանության նվիրված համերգ կազմակերպեցինք, ցեղասպանության 99-ամյակը կրկին Լոնդոնում նշեցինք, արել ենք հայ հոգևոր երաժշտության համերգ, այդտեղ կանք չենք արել, 2 հատ փառատոն ենք արել Իտալիայում, մեկը Սայատնովային նվիրված 300-ամյակին եւ երկրորդը առհասարակ նվիրված էր Հայաստանին։ Մասնակցել ենք Միդեմին վերջերս, որը որ նվիրված էր կրկին Հայաստանին եւ ամենաուրախը կամ հպարտն այն է, որ մասնակցել ենք որպես մեծ բրիտանական կազմակերպություն, ոչ մի հայկական աջակցությունով, այսինքն մենք խիստ եվրոպական ստանդարտներով ենք արել։ Ծրագրերը մեր հսկայական են, մի քանիսը ավելացել են, որը որ չէինք ծրագրավորել, շատ ուրախ եմ դրա համար։ Սա իմ կյանքի ամենակարևոր երրորդ որոշումն էր, գալ Հայաստան ու բնակվել։ Երրորդն է, բայց ես կարծում եմ ամենակարևորն է, որովհետև բառերով չեմ կարող բացատրել, թե ինչ խորը իմաստ ունի ինքը ինձ համար, համ նրա համար, որ ես տանն եմ։ Մի հսկական հանգստություն է եկել իմ կյանք, մի հսկական ջերմություն է եկել իմ կյանք, որը որ երբ որ դուք դրսում եք, միգուցե չեք զգում, որովհետև անընդհատ դուք այնքան զբաղված եք կամ սովորում եք, կամ աշխատում եք, կամ ինչ-որ մի բան պետք է ապացուցեք, այո, որ դուք ավելի լավն եք, քան մեկ ուրիշը, որովհետև այդ գործը ուրիշին կտան։ Այստեղ Հայաստանը գնահատում է ինչ ենք անում, Հայաստանը հասկանում է ինչ ենք անում եւ շատ ջերմ է ընդունում Հայաստանը դա, եւ իմ գործը, եթե առաջ 100% իմաստ ուներ, հիմա 200% իմաստ ունի, որովհետև այստեղ դրա կարիքը կա։ Հայաստանում նաև սիրում եմ մեր մշակույթի բոլոր էլեմենտները, մեր գորգերը, մեր կտավները, մեր ամեն ինչը։ Կան այդպիսի տեղեր, ինչպիսին է Մեգերյան կարպետը, ինչպիսին է Silk Road հոթելը, Մետաքսիա ճանապարհ հյուրանոցը, որտեղ որ ես լիովին զգում եմ տանը, որովհետև ինքը ամբողջովին ներկայացնում է այն, ով որ ես եմ որպես մարդ, գրքերը, երաժշտությունը, գորգերը եւ առհասարակ հայկական ատմոսֆերան։ Իրենց հետ արդեն 2 միջոցառում ենք արել եւ շատ ուրախ եմ միշտ վերադառնում իրենց մոտ։ Ուրիշ շատ բաներ եմ սիրում Հայաստանում, մեկը որ երբ որ ես նոր սկսեցի Հայաստան գալ, ընկերուհիներիս հետ մենք գնացինք ռեստորան եւ իրենք բոլոր իրենց իրերը, հեռախոսները, ամեն ինչ դրեցին սեղանի վրա եւ գնացին պարզապես խոսելու, շարժվելու եւ ես աննկատ կանգնեցի սեղանի մոտ, որովհետեւ դա է ինչ գիտեմ։ Եվրոպայում դուք ոչինչ չեք կարող թողնել հեռանալ։
կարծելով, որ եթե աղջիկները ուզում էին իրենք հեռանալ սեղանից, ես կլինեմ այդ հերոսը եւ կկանգնեմ ամեն ինչ կնայեմ, որ ապահով լինի։ Եվ ընկերուհիներից մեկը եկավ ասավ, ինչու ես այստեղ կանգնած, ասում եմ, որովհետեւ իրերն այստեղ են, ես ուզում եմ, որ ոչինչ չկորի։ Իրենք շատ զարմացան, ասում են, ինչ պետք է կորի այստեղ, ոչինչ չի կերվելու։ Եվ օրինակ վերեց, ասում են, անցյալ շաբաթ մենք անգամ այստեղ բան էինք մոռացել, մեկ շաբաթ հետո հետ եկանք եւ ինքը տեղում էր։ Արի մեր մոտ։ Եվ ես գնացի ու աչքի տակով անընդհատ նայում էի, բայց գիտեք, դա ինձ համար տարօրինակ էր։ Եվ հետո ես սկսեցի նկատել, որ դա նորմալ է։ Մարդիկ ամեն ինչ թողնում են, հեռանում են ժամերով, րոպեներով։ Դա ինձ համար անսովոր է, որը որ շատ սիրում եմ Հայաստանում։ Առաջինն է, որ հիշում եմ, որ այսպես խորը հպարտություն զգացի իմ մշակույթի հանդեպ։ Մետրո էի իջնում, որպեսզի գնայի հանդիպման եւ այդ պահին քոչարին էր հնչում ականջներիս։ Եվ հիշում եմ, որ շուրջ կողմս նայեցի, բոլորը անգլիացիներ, ուրիշ երկրացիներ էին։ Եվ ես ժպտացի, որովհետեւ միայն ես էի հասկանում այդ երաժշտության հարստությունը։ Եվ ինձ այնքան բարձր զգացի, որ ես ունեմ այդ որակը, որ հասկանամ հայ երաժշտությունը։ Եվ երկրորդը, որ մեկ օր դա սկիզբն էր, երբ որ ես սկսում էի ինձ հայերեն սովորեցնել եւ փորձում էի հասկանալ ինչքան կարող եմ հայերեն կարդալ, եւ ես հասկացա, որ մի ամբողջ տեքստ կարդացի բոլոր տառերով, եւ գիտեք, աչքերս փակեցի եւ ասեցի, ես կարող եմ հայերեն կարդալ։ Ես եւ իմ քրոջ տղան, որ նույնպես այս պահին Հայաստանում է, միշտ իրար գրում ենք օրվա մեջ, ասենք ինքը գրում է, գիտես, ես նոր տաքսիի մեջ էի, եւ տաքսիստը ինձ շոկոլադ հյուրասիրեց, եւ ինքը գրում է միայն Հայաստանում, հպարտ, այսինքն որովհետեւ դա Լոնդոնում չի լինի, տաքսիստը ձեզ հետ միգուցե չի էլ խոսի կամ ինչ-որ մի բան հյուրասիրի։ Մեկ անգամ ես մեկնեցի գյուղ եւ որոշեցի տաքսիով գնալ, պարզվեց, որ ուրիշ մարդիկ էլ պետք է լինեն տաքսիի մեջ, եւ ես նստեցի լուրջ, որ պետք է բոլորս դուր գնանք, ինչպես Եվրոպայում է, ոչ մեկը չի խոսալու, անձնական հարցեր չեն լինելու, որովհետեւ դա չի կարելի, չէ, ուրիշի կյանքի հարցերը եւ այլը։ Ես այնպիսի մի տոնով եմ գյուղ հասել, որովհետեւ վարորդը եւ բոլորը խոսում էին իրենց ընտանեկան պրոբլեմներից, կատակներից եւ ուզես չուզենայր մարդ դառնում էր դրա մասնիկը ու ես իջել եմ ու ասում եմ այսպես էլ մարդ կարող է ճանապարհորդել, որովհետեւ իմ համար դա մի կոմեդիա էր։ Հայաստանում ամենաշատը սիրում եմ արևը, առաջին հերթին, որովհետև ինքը ուրիշ է, քան եվրոպական արևը, ինքը ջերմություն է ինձ համար եւ ինքը հայկական է եւ ինքը իմն է։ Չեմ կարող բացատրել ինչ կապ ունեմ արևի հետ Հայաստանում, որը որ չունեմ ուրիշ ոչ մի տեղ։ Հայաստանում սիրում եմ ձմեռը, երբ որ ես Հայաստանում այս տարի ձմեռը ընդունեցի, բոլորը մրսում էին, տուն էին վազում, իսկ ես դուրս էի գալիս, որպեսզի ձյան տակ կանգնեմ եւ իրան ձեռ տամ։ Եվ երբ որ ինքը սկսում է հալել, ես մի քիչ տխրում եմ, որտեվ ես դեռ պատրաստ չեմ ձմեռվա հետ բաժանվել, ես ուզում եմ դեռ իրեն վայելել ինչքան կարող եմ։ Հայաստանում շփվելը մարդկանց հետ առանց սահմաններ են, առանց բարիերաներ են, ավելի մարդկային է, ավելի անմիջական, այո, այսինքն անգամ մարդիկ ում հետ մենք որ աշխատում ենք, ով որ բարձր պաշտոնի մարդիկ են, ովքեր որ ասենք լուրջ պատասխանատվություն կրող գործի անձինք են, մենք իրենց հետ ջանով ենք խոսում։ Այս տարբերակը, հա, որ ես կարող եմ ասել Մերի ջան, Արմինե ջան, եւ նա իմ ընկերուհին չի, իմ քույրը չի, մենք պաշտոնապես իրար հետ խոսում ենք դուքով, սակայն ես կարող եմ ասել ջան եւ հետո դուք։ Դա ինձ շատ է դուր գալիս, չգիտեմ բառերով ինչպես դա բացատրեմ, որովհետեւ մի ուրիշ համ է տալիս այդ ամեն ինչին, մի ուրիշ
ջերմություն է տալիս։ Անընդհատ գիտեք, ես այդ հարցը ունեմ, հիմա հայի հետ ինչ է լինելու։ Անընդհատ ես այդ վախը ունեմ եւ միգուցե դրա պատճառով է, որ ես անընդհատ փորձում եմ ինչպես կարողանում եմ հաստատել հայի հզորությունը, տաղանդը եւ դա աշխարհով մեկ ներկայացնեմ, որ մենք մահացող ազգ չենք մահացել, շարունակում ենք ապրել, ստեղծել։ Կարևորը, որ մենք մեզ չզգանք որպես խեղճ, այո, հակառակը։ Միշտ ես ասում եմ, վերցնենք մի ուրիշ ազգ եւ իրանց տանք այն ինչը մենք ենք ունեցել, ինչով մենք ենք անցել եւ տեսնենք ինչպես իրենք դուրս կգային դրանից։ Ես մասնիկ եմ իմ մշակույթի, որը դարեր առաջ էստեղ եղել է եւ կշարունակի լինել եւ հետաքրքիր է թե ինչ դեռ ինքը կստեղծի եւ ինչով կարող եմ այդ ստեղծման process-ին ես ինքս նպաստել։